Աշխարհահռչակ հայ երաժիշտ, որ հայտնի է իր ավանգարդ յուրահատուկ ոճով, ով ծնվել է Թուրքիայում եւ կարողացել է երաժշտության շնորհիվ մեծ ու անսասան կամուրջներ գծել արվեստում։ Արտո Թունջբոյաջյան, եզակի երաժիշտ, իր արմատին կարճած արվեստագետ, ով հավատում է, որ երաժշտությունն իզորու է գերազանցել քաղաքական եւ մշակութային բոլոր սահմանները։ Ինչպես է սկսվել նրա ստեղծագործական ուղին։ Ինչ գերդաստանում է մեծացել, ինչպես է հասել համաշխարհային ճանաչման։ Այսօր կիմանանք ավելին։ Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թվականին Թուրքիայի մայրաքաղաքում Ստամբուլում։ Նրա կյանքի պատմությունը սերտորեն կապված է հայոց ցեղասպանության եւ ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերի խնդիրների ու կենսական պայքարների հետ։ Նորմալ ոնց ամեն մարդ ծնում է, եսա ծնի։ Մի փոքր քյու, բայց մի փոքր պետք է ուզում եմ պատմեմ, հասկանանք երկու ձևով հայ ժողովուրդ կա Թուրքիա ծնում ես, որովհետև մի տեղ ծնում ես Թշնամի տեսնում են քեզի ու -3 ծնում ես, yani 0 ես հասկացալ, հայ ես մինուս, քրիստոնյա ես մինուս, ես մտածելագեր մինուս ախմի։ Արտոյի հայրը Սեթրակն ընդամենը 10 տարեկան է եղել, երբ սկսվել է հարձակում հայրենի Սեբաստիայի վրա։ Ներսեփական աչքերով է տեսել, թե ինչպես են թուրք հրոսակները կտրում հարևան աղջիկների կոկորդները։ Վախից մտել է մի փոսի մեջ ու թաքնվել, հետագայում մի հովվի օգնությամբ դուրս գալով հորից։ 11 քույր եղբայրներից կարողացել են փրկվել 4-ը, որբացած Սեթրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան, եւ կարողացել են մի կերպ հասնել Ստամբուլ, որտեղ էլ Սեթրակը ծանոթացել եւ ամուսնացել է Արտոյի մոր Վալենտինա Պտիկյանի հետ։ Շատ բաներ է պատմում ինքը իր մանկությունից, բայց միշտ երիտասարդ ժամանակ հիմա մի քիչ ուրիշ ձևի եմ նայում դա, բայց ամենասկզբից շատ եմ զարմացել, որ ոնց է հայ ընտանիքը, ես միշտ զարմացել եմ այդ ամեն ինչից հետո հայ ընտանիք ապրում է Ստամբուլում, կոշկակարի ընտանիք, Արտոյի հայրը կոշկակար է եւ ինքը միշտ պատմում որ դպրոցում պատմություն անցնելուց կարդում ես, որ Էրմենին դուշման է ու դա ուղղակի չգիտեմ, ես չեմ պատկերացնում տենց ապրել, եթե գնում ես դպրոց ու պատմության գրքում գրված է, որ դու քո ընտանիքով թշնամի ես ու հետ ես գնում տուն ու շատ ավելի բան չունես, որտեղ ապրում ես, ծնվում ես Թուրքիայում որպես հայ ու դա դրա համար հերոս ընտանիքներ են, ով մնում այնտեղ, ով կարողանում է ինչ-որ մի բան ստեղծել։ Նա էլ ինչպես բոլոր երեխաները իր մանկությունն ու մանկական երազանքներն է ունեցել։ Ապրելով ոչ հայկական միջավայրում Թունջբոյաջյանների ընտանիքը փորձել է ամեն գնով պահել ազգայինի հանդեպ սերն ու հարգանքը, չանտեսելով ավանդույթները, մշակույթը, լեզուն ու սովորույթները։ Հետագայում այդ ամենը պարզորեն արտացոլվել է Արտո Թունջբոյաջյանի արվեստում։ Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկ Փաշա թաղամասում։ Արտոյի հայրն ու հորեղբայրն իրենց ապրուստը վաստակել են արհեստագործությամբ, մասնավորապես կոշկակարությամբ։ Պատանի Արտոն հաճախ է օգնել նրանց ներկելով պատրաստված կոշիկները կամ առաքելով դրանք պատվիրատուներին։ Ախպերս փացեց այդ ճանապարհը, כי երաժշտությունը մեր մասնագիտությունը կարա դառնալ։ Փողոցը շատ է սիրում։ Ես ասում եմ, բայց փողոցը դենց ասենք էսի ինձ շաքար դախում ես, էսի ինձ տոներով, էսի ինձ դախում ես, կամ լրագիր դախում ես, կամ վերջում խանութները, կամ գոշկագարի մոտ ես ասկազում, կամ էսի ինձ այդ ձևով բաներ, մի օր մամայիս ասեց, că ես ուրիշ բաներ ա մինակ փողոցի, որովհետև այդ ժամանակ շաբաթ գիրագի մաթինե ունեին երիտասարդներով համար։ Բայց այդ ժամանակ DJ-ի կա ամեն կլաբ երկու հատ կոնե, երկու հատ խումբ պիտի ունենա, մեկը պիտի հանգստանա, մյուսը պիտի նվագի։ Առաջին խումբը սկսավ, նայում եմ գողքից։ Այդտեղ մի հատ ջարդված լավնի պես մի բան կար, ասա ձերսարի, բայց մի ձևով աչքս ստադիումն է, ֆուտբոլի ստադիումը տեսնում եմ, շաբաթ օրը հագա միտքս մի կողմից այդտեղն է, բայց նվագում եմ, երաժշտություն նվագում եմ, հեսա նվագում եմ մի բան, մի անգամից հետևից բրծած ինձի բեմին։ Բեմին էլ է, այդտեղը երկու տաղոն կար, բայց ես կանել հասակս։ Մինակ խուլուխս երևում է ու նվագում եմ,
ամեն մարդ զպտում են, ժողովուրդը զպտում է, ես ուրախ եմ, ուր է գային, հետո $100 տվա մարդը, ընդհանուր շաբաթ աշխարհում եմ $20 գալիս են, ասեց վաղն ալեգուր, ասի ես եմ երդում դուն, ասի վաղվա կորզնա նվագեմ, այդ $200 գննի, ասի $200 մամայիս, որը ընդհանուր միտքը էդի է, մի կորզի բիդը սկսես, էկոնոմիկ ընդանիքին բիդը օգնես, էդ է։ Հայրս շատ էր նեղվում ցեղասպանության մասին խոսելուց ու հիշելուց։ Երբեմն ականատես էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել։ Նա մեզ ոչինչ չէր պատմում։ Վերջի վերջո սկսեց խոսել օկորթները կտրված հարևանների ու քույրերի մասին։ Մահից կարճ ժամանակ առաջ պատմեց մեզ։ Հենց այդ ժամանակ ես սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը։ Արտո Թունջբոյաջյան։ Բնականաբար ինքը մեծ չափով ազդվել է իր եղբորից, որպես ստեղծագործող իհարկե, բայց նաև կարող եմ ասել, որ ինքը նաև բավականին այսպես տարբեր է եղել իր եղբորից, որովհետև ինքը սկզբից գնացել է Ֆրանսիա, կարճ ժամանակով եւ հետո գնացել է ԱՄՆ, որտեղ որ արդեն ընդհանուր այդ համաամերիկյան եւ համաշխարհային երաժշտության մեջ բավականին մեծ շփումներ է ունեցել, որը որ բնականաբար անդրադարձել է իր ստեղծագործական ուղու եւ իր ձևավորման մեջ, այսպես կարող եմ ասել։ 1984 թվականի դեկտեմբերին Արտոն զանգահարելով քրոջը տեղեկանում է, որ հայրը կոմայի մեջ է։ Հետագայում հոր մահից հետո նրա ընտանիքը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած պատերազմն իր ազդեցությունն ունեցավ այդտեղ ապրող հայերի վրա։ Նրա մայրն ու քույրը տեղափոխվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 2003 թվականին մահանում է նրա մայրը, ում հուղարկավորում է Ստամբուլում հոր կողքին։ Արտոն շատ հետաքրքիր մարդ է, շատ յուրահատուկ եւ իր հետ շփման ժամանակ կարող ես լսել շատ հետաքրքիր բաներ, որ մտածելու տեղիք է տալիս ու շատ հետաքրքիր մտքեր է տալիս։ Կարծես իր խոսքերը կանխատեսում տարիներ հետո ինքը շատ հեռատես մարդ է եւ տարիներ հետո իր ասածները կրկնվում է, ես օրինակ օր-օրի, ասենք ամեն օր ես տեսնում եմ ոնց է իր ասածները իրականություն դառնում։ Սեթրակի ու Վալենտինայի ստեղծած Պարկեշտ ընտանիքում մեծանում ու հասակ էին առնում Արտոն, Օննոն եւ Թագուհին։ Արտոն ու Օննոն ընտրել էին արվեստի ճանապարհը, դառնալով իրենց ոլորտում հայտնի ու սիրված։ Օննո Թունջը բավականին տաղանդավոր կոմպոզիտոր էր, ով հասցրել էր համագործակցել Թուրքիայի ամենահայտնի երաժիշտների ու երգիչների հետ։ Իսկ Արտոն այն եզակիներից էր, որ 2006 թվականին արժանացել էր Գրեմմի մրցանակին։ Եղբայրը եղել է շատ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, երգահան, իհարկե Թուրքիայում բնականաբար։ Դե եթե ըստ մեծությունների վերցնենք, այսինքն երկրի մեծությունի նկատի ունեմ, եթե Հայաստանը փոքր երկիր է, իսկ Թուրքիան նման մեծ երկիր է եւ այդպիսի մեծ երկրում հայտնի լինելը դա բավական բան է նշանակում, էլի։ Հա, դե չհաշված, որ ինքը լավ տաղանդավոր անձնավորություն է եղել, իհարկե ինքը զոհվել է ավիավթարից ու տենց ոնց որ դա դարձել է Արտոյի ցավերից մեկը, որը որ միշտ ինքը ամբողջ կյանքում կրում էր ու միշտ բոլոր իր բաների, իր շորերի վրա միշտ անուն գրացել իր եղբոր անունը։ Ես Արտո Թունջբոյաջյանին ցավոք սրտի ամոթա նույնիսկ ասել, բայց չէի ճանաչում այն ժամանակ, որովհետև միգուցե այլ երաժշտական ժանրներով էի տարված, քանի որ սովորում էի կոնսերվատորիայում, ավելի դասական, ավելի այդ ուղղության վրա էի եւ առաջին անգամ, երբ որ 1998 թվականին Արտո Թունջբոյաջյանը Night Ark խմբով եկավ Հայաստան եւ ես նույնպես մասնակցում էի այդ 1990 թվականի փառատոնին Funky Brass խմբով Արսեն Ներսիսյանի սաքսոֆոնահար եւ մուլտի-ինստրումենտալիստ երաժիշտ Արսեն Ներսիսյանի հետ այդ ժամանակ ես լսեցի Արտոյին իր Night Ark խմբով
եւ անկեղծ ասած անենց էի տպավորվել, որ նույնիսկ այդ համերգից հետո մի գիշեր չեմ կարողացել քնել, որովհետեւ ինքը կատարեց այդ օրը մի ստեղծագործություն նվիրված իր եղբորը Օնոյին, որը վերջերս էր զոհվել, այդ ստեղծագործությունը այնպես ազդեց ամբողջ ոնց որ ասած դալիճում նստած մարդկանց վրա, որ բոլորը նույնիսկ արտասվել էին այդ ստեղծագործությունից։ Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործական աշխարհն ինքնատիպ ու յուրօրինակ է։ Երբեք ոչ մի համերգ նույն ծրագրով չի անցկացրել։ Միշտ գնացել է հետաքրքիր իմպրովիզացիաների ու փոփոխությունների, որովհետև երբեք կանգնած չի մնացել նույն տեղում, այլ անընդհատ փորձել է առաջ գնալ, շարժվել ու արարել բարձր երաժշտություն։ Արարության կամ 85-4-ից էլ Հայաստանից երաժշտություն լսեցի, երբ լսեցի Հայաստանից երաժշտությունը, ասի էսի երկուսն էլ տեսնում եմ, որովհետև Դենյային մի հատ Թաշտամոլ նվագող համալ ռադիո հաղորդում անում էր Հայաստանի երաժշտությունի մասին հաղորդում արել էր, ինքն զարմացել էր, कि նույն երաժիշտ ոնց ըլում է համ եկեղեցին երգչախումբն է, համ երգում է սիմֆոնի նվագում է, իրիկուննա երգում է դաշտու քեֆ անում են, նույն երաժիշտը ոնց կարա անունի, ինձ համար շատ հետաքրքիր եղավ, ու 98-ին եկա այստեղ այդ միտքով, ընդհանուր այստեղ քալուց իմաստը իրարու հետ փոքր երգեր garanք ուննել, բայց իրարու հետ հավանքվենք մարդոց համար մենք բան garanք առաջարկել խփարդանալով։ Արտոյի ներկայությունը Հայաստանի երաժշտական պատմության մեջ շատ մեծ բան փոխեց, ասեմ ավելին, համարյա բոլոր երաժշտական խմբերը ոգեշնչվել են հենց Արտոյի երաժշտությունով, Արտոյի գաղափարախոսությունով, եւ մի ավելի շատ կարեւոր բան կա, որ Արտոյի հետ նվագելով ոչ միայն նվագում ես նոտաներ կամ ուղղակի երաժշտություն, այլ փորձում ես երաժշտության գույնը տեսնել, որովհետև երաժշտություն, եթե շատ ես խորանում երաժշտության մեջ, սկսում ես գույներ տեսնել, չգիտեմ, շատ հետաքրքիր է, իմ համար, իմ կյանքում, իմ երաժշտական ճաշակը ձևավորելու շատ մեծ տեղ ունի Արտոն ու Armenian Navy Band-ը։ Թեև երկար տարիներ երաժիշտն ապրել է արտերկրում, սակայն մշտապես կապված է եղել Հայաստանի հետ, լինելով մշակութային շարժման նախաձեռնող։ Իր ճանաչմանը հասնելու ճանապարհին ուսուցիչներ շատ է ունեցել, որոնցից ամեն մեկն իր ազդեցությունն է ունեցել եւ օգնել նրան ծնել նոր գաղափարներ։ Դա մղել է Արտոյին դառնալ ուսուցիչ բազում երիտասարդ երաժիշտների համար, ներգրավելով նրանց իր հիմնադրած նորարար դպրոցում։ Արտոն ցույց տվեց, որ ամեն ինչից որ ձայն է դուրս գալիս, հնարավոր է, որ երաժշտություն ստեղծվի, նայած դու ինչ գույներ ես տեսնում, ինչ ես պատկերացնում, Արտոյի շնորհիվ ես օրինակի համար ունեմ երկրորդ մասնագիտություն, ասեմ հոբիի նման ձեռքերով նվագելու եւ այդ ամեն ինչը մշտական ուղիղ տեսնելով ես էլ սկսեցի սիրահարվել այդ գործիքներին, հիմա էլ փորձում եմ ինչ-որ գործիքներ նվագել, որ իմ մասնագիտական գործիքը չի, եւ առհասարակ երաժիշտ լինելով, ինձ թվում է պետք է փորձես ամեն տեսակի գործիք, ինչով որ կարող ես ձայն անել, ինչով որ կարող ես երաժշտություն ստեղծել։ Պետք է աշխատել, որ թե արվեստում, թե կյանքում ամեն ինչ մաքուր ու անկեղծ լինի։ Եթե չես կարող սեր դնել ամեն ստեղծածիդ ու շրջապատիդ մեջ, գոնե պետք է հարգանք ցուցաբերես։ Հարկավոր չէ սիրել ամենքին, բայց հարգանքն ու ճշմարտությունն անհրաժեշտ են։
Ճշմարտությունը չխաբելն է, որ ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից։ Չի կարելի ագահ լինել ոչ մի հարաբերության մեջ։ Երբ սուտն ու ագահությունն իրար են խառնվում, ծնվում է ուրիշ վտանգավոր մի բան։ Ես ագահ եմ երաժշտության մեջ, բայց միայն երաժշտության։ Արտո Թունջբոյաջյան։ Ամենակարևոր բանը է, ես ուզում եմ այստեղ երաժշտական դպրոցի մեջ մի բաժին ունի առանց սահմանի երաժշտություն։ Բայց հետո դիպլոմ հարցրին, yani դիպլոմով ամեն ինչ դիպլոմով վիդեոն է, անադենի այդ դիպլոմով ունեցած մարդերը այդ նոր միտքերը բերեն, կամալ կան ինձ հետ նստենք նվագենք։ Դի ամեն ինչ դիպլոմով չի ասացար, որովհետև այս մի բան առաջարկում եմ, չեղած մի բան առաջարկում եմ։ Հիմա օրինակ կոնսերվատուարը քեզ երաժշտություն չի սովորում։ Այդ կլասիկ ֆորմատի մեջ պերֆորմ անել է սովորում է։ Վերջում այդտեղից դուրս անում ես նմարդը չգիտի ինչ անել, բայց ես ալ հակառակ օրինակ երեք չբարաբի այսօր ինձ պիտի խոսեմ, օրինակ քեզի հետ ալ գարամ զրուցել երկու ժամ, ինձ համար երաժշտություն նվագել է դիեր, Քրսից մեկը վերցնում ես, նստում ես երկու ժամ զրուցում ես, կամ մի երաժիշտ գալիս է երկուսնիկ, նստում եք, նվագում եք, այդքան։ Արտո Թունջբոյաջյանի արվեստն իսկապես յուրօրինակ ու ինքնատիպ է։ Իր ուշագրավ մոտեցմամբ նա կարծես կապում է սերունդներին երգի, երաժշտության եւ խոր զգացմունքների միջոցով միաժամանակ ստեղծելով այնպիսի արվեստ, որ մրցունակ է ժամանակակից երաժշտարվեստում։ Արտո Թունջբոյաջյանը իմ կյանքում շատ մեծ դեր ունի, քանի որ ես սկսել եմ իմ երաժշտական կարիերան, կարելի ասել այդ խմբի հետ եւ 20 տարեկան է այդ ժամանակ, որ տենց ընկավ մի հատ միջավայր, որտեղ նվագում էին հայտնի ու լավ երաժիշտներ, ինչպիսիք Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնոցը եւ այլ երաժիշտներ, մի կողմից շատ մեծ պատասխանատվություն էր, նույնիսկ վախեցել է ես ուրեմն գել, քանի որ դեռ փորձառու չէի, եւ Արտոն այդ ամենի մեջ ինձ անցկացրեց, էլի կոպիտ ասած այդ երաժշտական փորձառությունն է, ես անցա Արտոյի հետ, քանի որ ոչ միայն երաժշտական, այլ կյանքի դպրոցել ենք անցել, որովհետև շրջագայել ենք ամբողջ աշխարհով, համերգներով, ֆեստիվալներ, ծանոթացել հայտնի երաժիշտների հետ, ում ալբոմներն ենք մենք լսում այն ժամանակ, մեկը տեսնում ես ինքը մասնակցում է ֆեստիվալին, որտեղ դու ես նվագում Army Navy Band-ով քեզանից առաջ կամ հետո նույն բեմում ու դա մեծ ոնց որ ասած ողջավորություններ ու կյանքի մեծ դպրոց էր։ Արտո Թունջբոյաջյանը համագործակցել է աշխարհի հռչակ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ալդի Մեոլան եւ Ջո Զավինուլը, ունենալով հրաշալի համերգներ, ներկայացնելով հայկական ֆոլք երաժշտության անսպառ հնարավորություններն, իսկապես հեղափոխություն կատարելով երաժշտական ասպարեզում։ Եվ դա բնավ պատահական չի եղել։ Երիտասարդ տարիքից եղբոր Օննոյի հետ մշտապես ուսումնասիրել են հայկական երաժշտական ժառանգությունը։ Մաքլաֆլինը իր խմբով Երևանում էր համերգի ժամանակ եւ հանկարծակի դուրս եկավ Արտո ներկայացրեց, որ it's my friend Արտո Թունջբոյաջյան, ինձ համար դա շատ ոնց էր նշանավոր ինչ-որ մի դեպք էր, որովհետև ասենք թե ես մեծացել եմ Մահավիշնո օրքեստրա, մեր սերունդը, Ջոն Մաքլաֆլինը մեզ համար ամենայն top երաժիշտներից էր, եւ հանկարծակի դուրս եկալի ընկերս, երբ որ հետը սկսում է նվագել, դա չգիտեմ, որ տես մի քանի բան կա կյանքում, որ տես սկսում ես հիշել, այդ մի նշանավոր այդ կետերից էր այդ համերգը։ Արտո Թունջբոյաջյանն այն արվեստագետներից է, ով կարևորում է արվեստի էությունն ու բովանդակությունը։ Նրա որդեգրած ուղղվածությունը նոր արարական է, որը միավորել է ավանդական ու ժամանակակից երաժշտական տարրերը, ստեղծելով ամբողջական արվեստի ձև,
որն ասես խախտում է ավանդական սահմանները եւ փորձում գտնել նոր արտահայտչամիջոցներ։ Այսպիսով, նրա ստեղծագործությունները միաժամանակ ունեն հայկական երաժշտության մեջ խորացված արմատներ եւ նորարարական պատկերներ, որոնք բացահայտում են ունկնդրի ապրումների ու զգայական դաշտը։ 1998 թվականին Արտո Թունջբայաջյանը ստեղծում է Armenian Navy Band-ը, որի գործունեությունը շատերն անվանում էին հայկական բլյուզ, սակայն դա ավելին էր, քան հայկական բլյուզը։ Այս խումբը նոր խոսքեր, նոր ձև, նոր ոճ ու նոր գաղափար ժամանակի համատեքստում, որտեղ հայկական ավանդական երաժշտությունը ձուլվում էր արդի ռիթմերին ստանալով աներևակայելի արդյունք։ Armenian Navy Band-ը սպասված էր բոլորի կողմից։ Նրանց համերգներն անցնում էին լի ու բազմամարդ դահլիճներով։ Նրանք շրջագայում էին աշխարհով մեկ, տարածելով նոր ու հետաքրքիր հայկական երաժշտությունը։ Armenian Navy Band-ի երաժշտությունը եւ արտո երաժշտությունը սկզբնական ժամանակներում շատ վատ էր ընդունվում, նույնիսկ հակա ինչ-որ բան կար, բայց հետո կամաց-կամաց շատ երաժիշտներ սկսեցին հասկանալ, որ դա ուղղակի աշխարհի երաժշտության մեջ ներգրավելու ինչ-որ ճանապարհ է, այսինքն լինել յուրահատուկ, այսինքն եթե օրինակի համար դու նվագում ես, օրինակ վերցնենք ֆրանսիական երաժշտություն, գնալով Ֆրանսիա, նվագելով ֆրանսիական երաժշտություն ոչ մեկին չի զարմացնի, բայց նվագելով հայկական երաժշտություն եւ ունենալով հայկական գույն, իհարկե կարող ես հետաքրքիր լինել բոլորի համար։ Առանձին համագործակցել է երևի թե բոլորի հետ երաժիշտներից, թե Վահագի հետ Հայրապետյան, թե Արմենի Ուսնունց եւ թե մնացածի, միգուցե անգամ Արտոյի հետ մինչև Navy Band-ում հայտնվելու, բայց հենց այդ կազմում, հենց այդ legacy-ն, այսպես ասած, պրիզմայի միջով անցկացնելու հնարավորությունը ընձեռվեց 18 թվականին եւ նաեւ շատ հատկանշական է ու շատ պատասխանատու է, որ ինձ այսպես ասած բաժին ընկավ փոխարինելու մի ավագ սերնդի ներկայացուցիչներից, վարպետներից մեկի Արման Ջալալյանին, թմբկահար, ով ներկայումս ինձ ավագ ընկեր եւ գոլեգա է, բայց ապրումները հիշելիս շատ պատասխանատու ու շատ լարված օրեր այդ առաջին համերգը։ Armenian Navy Band-ը հիմնվել է 1998 թվականին Երևանում։ Խմբի երաժշտությունը աֆրո-ամերիկյան ջազի, բլյուզի եւ հայկական ավանդական երաժշտության խառնուրդ է։ Խմբին առաջինը միացել է ջազային դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Վերջինիս շնորհիվ էլ Արտոն ծանոթացել է եւս 10 երաժիշտների հետ, որոնք դարձել են խմբի հիմնական մասնակիցները։ Խոսելով Armenian Navy Band-ից չեն կարող շրջանցել Արարատ տեսահոլովակն ու երգը, որը տարիների վեր հիմնի նման հնչում էր գրեթե բոլորի շուրթերին։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ սա այն երգներ, որ կրկնվում էր մի քանի անգամ, որովհետև հանդիսականը առանց դրա չէր ցանկանում հեռանալ դահլիճից։ Մեր երկրում ամենամեծ ճանաչումը Արտոյին բերեց Արարատ երգը, այո, որը որ շատ մեծ հաջողություն ունեցավ նաև տեսահոլովակի շնորհիվ, որովհետև տեսահոլովակն էլ էր շատ վառ այն ժամանակներում, քանի որ մարդիկ շատ սիրեցին թե տեսահոլովակը, թե երաժշտությունը եւ իմաստը այդ ընդհանրապես այդ երգի իմաստը։ Առաջին անգամ լսեցի, ես չհասկացա այդ երգը, սկսենք նրանից, որ ինձ մի քիչ այդքան էլ չգիտեմ մոտիկ չէր այդ մոտիվները, հա, երևի, բայց պարադոքսալն այն է, որ երբ որ սկսում ես լսել մի քանի անգամ այդ երգը, ինքը դառնում է մի այսինքն երաժշտական հարթակից բարձրանում է ինչ-որ ուրիշ գաղափարի մեջ, եւ դու սկսում ես իրեն ընկալել ոչ թե որպես արդեն երաժշտական մատերիալ, այլ ավելի գաղափարախոսական մատերիալ է սկսում հասկանալ, դրանից հետո գալիս է նոր երաժշտական այդ վիճակը, հա, սկսում ես հասկանալ երաժշտությունը։ Եվ երբ որ եկա ես այդ արդեն իդեային,
Արդեն սկսվեց պարզ եղավ ոնց է լինելու այդ հոլովակը, որովհետև եկավ այդ իդեան, որ ամենտեղ տեսնել Արարատի ֆորման, հա, այդ Արտոյի գաղափարը, որ Արարատը դա միայն այդ երկը չի, լեռը չի, այլ դա ավելի լայն ինչ-որ մի հասկացողություն է։ Խմբի առաջին ալբոմը «Պստիկ զինվոր» թողարկվել է 1999 թվականին, որից հետո 2000 թվականին խումբը մեկնել է շրջագայության եվրոպական երկրներով, որտեղ մեծ հաջողությունների է հասել։ 2006 թվականին Armenian Navy Band-ի հետ նա արժանացել է BBC-ի կողմից անցկացվող միջազգային World Music մրցանակաբաշխության հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Մեզ համար շատ մեծ նշանակություն ունեցող մրցանակ էր, քանի որ BBC World Music Awards Audience Awards-ը հանդիսատեսի մրցանակը, այսպես ասած, համարվում է ամենագնահատելի, քանի որ հենց հանդիսատեսն է գնահատում, ոչ թե ինչ-որ անհատներ, ժյուրիի անդամներ։ Արտոն չի ասի, որ ամենահեշտ հանձնավորություններից մեկն է, թե կյանքում, թե գործի մեջ, բայց երևի թե այդ բծախնդրությունն է ծնում են որակը, որը որ Navy Band-ը տվել է ու մինչ օրս տալիս է։ Անձնական կյանքում Արտո Թունջբոյաջյանը նույնպես շատ զգացմունքային է ու ինքնատիպ։ Կինը Դելիա Թունջբոյաջյանը ազգությամբ կոլումբիացի է։ Երաժշտի աճ արմունկին արված դաջվածքն այն է. «Ես քեզ սիրում եմ» Դելիա գրությունը խոսում է հազարավոր բառերի փոխարեն արտահայտելով նրա անսահման սերը։ Այդ նույն ձեռքին Արտոն ունի մեկ այլ դաջվածք հասցեագրված տաղանդավոր եղբորը։ Ձախ ձեռքին դաջված է ծառ, որը նվիրված է Armenian Navy Band-ին։ Այս խորհրդանիշները ներկայացնում են նրա կյանքի առաջնահերթությունները՝ կին, արվեստ ու ընտանիք։ 86-ին հարացին երախած գնավ, հետո բաբայիս անունն էր Սետրակ, հետո 88-ին աղջիկս Վալանտին և մամայիս անունն է։ Անգե հետո իրենց ինձ համար կարևոր բանը լավ մարդը լինեն։ Կարծում 2 անգամ ամուսնացած է, ունի տղա շատ լավ, որը մեր հետ կար տարիներ, երբ որ ինքը ռեպով էր զբաղվում, Սեթոն ու գալիս էր Navy Band-ի հետ համերգներ էր անում 15 տարի առաջ, և ունի շատ լավ աղջիկ, որը կարծում Թայլանդում ապրում հիմա։ Շատ հետաքրքիր է, որ թոռներ ունի ու քանի որ իր երեխաները բոլոր արտասահմանցիների հետ են ամուսնացած, իր մի թոռը Սևամորթ է, մի թոռն էլ թայլանդացի է, բայց ազգանունը Թունջբոյաջյան են էլի։ Թոռը անունը Լոնդոն է, այսինքն Լոնդոն Թունջբոյաջյան, բայց ինքը Սև է էլի։ Շատ հետաքրքիր կյանք է սպասվում այդ երիտասարդին ինձ թվում է։ Հայաստանից հեռու ծնված, բայց հայի ցավն ու ուրախությունն ապրած երաժիշտը մշտապես մտահոգ է մեր երկրի ներկայի ու ապագայի համար։ Մենք պետք է ունենանք մեկ նպատակ։ Այդ նպատակը պետք է խոսի, թե մենք ինչ պետք է անենք։ Դրա համար պետք է հայտնենք աշխարհին, որ սա արվեստագետների կենտրոնն է, որ մենք արևն ենք, որ մենք մարդկությանն ենք տալիս սեր, հարգանք եւ ճշմարտություն։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Թունջբոյաջյանը։ 2017 թվականին Արտո Թունջբոյաջյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ Սա իսկապես այն կոչումն է, որը լիարժեքորեն համապատասխանում է նրա գործունեությանը եւ ընդգծում այն կարևոր ներդրումը, որը երաժիշտն ունեցավ հայ ժամանակակից երգարվեստում։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ նախ Արտոյին ու Armenian Navy Band-ին, որ մի սովորական երիտասարդի իմ նման հույս տվեցին ու սաղ կյանքի տրայեկտորիան եւ ճանապարհը փոխեցին, երբ որ 2003 թվականին եկան կոնսերվատորիա, ասեցին արի մեր հետ նվագի, սա ամեն ինչը փոխավ իմ կյանքի մեջ ու շատ գոհ եմ, այսինքն իմ երազանքները ինչպես է ես երազում լինեի, դա քիչ-քիչ կատարվում է ու շատ դրա խաթր, որտեվ հանդիպեցի, որտեվ համագործակցեցի եւ ահագին experience սովորեցի մարդիկ ինձ ոնց լինել, ոնց ապրել ու ոնց լինել երաժիշտ եւ դրանով ապրել։ Գաղանթն ունեն, միտքն ունեն, բայց ամենայն կարևորությունն է ու ուշադրություն կողմ կազմակերպվել։ Այդ միտքը
ճիշտ ձևով կազմակերպել ու առողջ ձևով իր իմաստը ճիշտ ձևով ներկայացնել։ Էդի զիրո։ Բայց ամենակարևորն էդի է, որովհետև հիանալի միտքեր տեսնում եմ, բայց դենք կամած զիբիլերում է։ Յանի չի վերցանել, էդի նորից կուքա մի օր։ Ես երաժշտության միջոցով մարդկանց փոխանցում եմ սեր, հարգանք, ճշմարտություն եւ հավատք։ Որովհետև հավատքը հարստության պարզագույն ձևն է աշխարհում եւ դա այն է, ինչ մեզ պետք է։ Այսպես է տեսնում ու բնութագրում մեծ երաժիշտը մարդկանց, արվեստը, կյանքը։ Եվ իսկապես, ում է հարկավոր այն արվեստը, որ զուրկ է ճշմարտությունից ու հավատից։ Փայփայենք այն, ինչ մեզ տրված է, եւ ճանաչենք մեր կողքին ապրող իրական մեծերին։ Կհանդիպենք։